Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես հիշեցնեմ, որ մենք քննարկում էինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թեմա, ես հիշում եմ, որ անցյալ շաբաթ, երբ որ հանձնաժողովի նիստում էինք քննարկում, ասացի պարոն Մեսրոպյան, մի քիչ ժամանակը սուղ է, եկեք խնայենք լիագումար նիստերի դահլիճում ավելի մանրամասն կանդրադառնանք, որովհետև թեման իրոք կարևոր է ու ցավում եմ, որ մենք այսօր ստիպված ենք այս կարևոր թեմային թողած ուրիշ հարցերի վրա կենտրոնանալ։ Ես ձեզ հավատացնում եմ, որ հանրային ծառայությունների ոլորտի հարցերը հոսանք, գազ, ջուր եւ այլն շատ ավելի կարևոր են, քան այն մարդիկ իրանց օրակարգով, որոնց հիմա մենք քննարկում ենք։ Ուղղակի ստիպված ենք ու ես էլ եմ ներողում, որտեվ այս թեման, այս մարդիկ իրանց արածներով կանցնեն կգնան, բայց վաղը մյուս օր մեր քաղաքացիները բախվելու են իրենց կենցաղային առօրյային, հոսանքի, ջրի, գնի, որակի մնացած հետ կապված ու մեզ ասելու են, լավ, իրանք սադրում էին, բա դուք ձեր գործը քիչ էիք անում։ Բայց մենք փորձում ենք այնպես անել, որ մեկը մյուսին չխանգարի, դրա համար կներեք, ես էլ պիտի թեմայից շեղվեմ ու մի քանի բաներ ասեմ, ոչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թեմայով, չնայած ինչ ասվելու էր արդեն գործընկերներս ասացին, ես այդքան ճարտասանությամբ ու էքսպրեսիայով չեմ կարող հասնել, ոչ էլ հավակնում եմ, բայց նաև մի քանի բաներ կա, որ կուզեմ հնչեցնել ու ցավում եմ նաև, որ ընդդիմադիր պատգամավորները այստեղ չեն, որովհետև մի քիչ դիսկոմֆորտ է, մարդկանց մասին բան ես ասում, իրանց չես նայում։ Իսկ ես սիրում եմ, որ իրանք լինում են, ես նայում եմ իրանց աչքերին, ունենք հարցեր կա, որ հենց տեղում պիտի տաս, թեկուզ չպատասխանեն։ Ուրեմն, մինչև այս լարվածությունը սկսել է, ես մեր հայրենակիցներին ասեմ, որ սա այնպես չի, որ տենց էքսպրոմտ է տեղի ունենում, սա հստակ պլանավորած, մի քանի օր այս լարվածությունը փորձ արվեց գեներացնել ու դեռ արվելու է, ես համոզված եմ, ու մինչև այս բուն այդ քաշքշոցը սկսել է, ես մոտեցա պարոն Օհանյանին եւ պարոն Մինասյանին ու իրենց ասացի, որ ձեր շարքերը ակնհայտ սադրում են իրավիճակը, որ լարվածություն են առաջացնում ու խորհուրդ տվեցի, որպեսզի հանգստացնեն, բայց նման բան տեղի չունեցավ։ Ունեցանք այն, ինչ ունեցանք։ Ինչն էր պատճառը, ուրեմն ինչ է կատարվում։ Ընդդիմությունը փորձում է այնպես դուրս բերի, որ այս լարվածությունը սկսել է նրանից, որ իրանք մեզ մեղադրել են կոռուպցիայի մեջ եւ դրան ի պատասխան հնչել են արտահայտություններ, այսինքն իրենք փորձում են մեզ վրա հիմա էլ կարել կոռուպցիոների թեման, այսինքն այդ պիտակը կպցնել մեզ, որը որ չի կպնելու, այսինքն ամեն ինչ արեցին, այս ընթացքում ամեն բան փորձեցին, հիմա կոռուպցիայի պիտակն են ուզում կպցնել, որը չի ստացվելու, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ կույր են, ոչ էլ խուլ են եւ ամեն ինչ շատ լավ տեսնում են, հասկանում են, մեր ապրասնել են տեսնում, ձեր ապրասնել են տեսնում, մեր ունեցվածքնել են տեսնում, ձեր ունեցվածքնել են տեսնում, որ կոռուպցիայի մասին խոսում եք, դա ոչ թե նյարդայնացնում է, որ դրա մասին խոսվում է, այլ նյարդայնացնում է, որ դրա մասին խոսածողը հենց այս մարդիկ են։ Ու այդ գույքերի ցանկը պարոն Ռուբինյանը մի քանի անգամ կրկնեց, մամուլում էլ կա, ես մի հատ փոքր հաշվարկ եմ արել, ուրեմն միայն դրամական մասերը լիկվիդային, լավ մասնագիտական լեզվով ասեմ, փող, ավանդ, պարտատոմս, փոխհարություն, որոնք կարելի է արագ վերածել քեշ փողի։ Եթե գումարում ես իրար ու վերածում ես դոլարի, դա ոչ թե մի քանի միլիոն դոլար է, դա ոչ թե մի քանի տասնյակ միլիոն դոլար է, դա մոտենում է 100 միլիոն դոլարին։ Սրան պետք է գումարել նաև են 22 անշարժ գույքերը, որոնց արժեքները ես չգիտեմ, սրան պետք է գումարել է 15 ընկերություններով փայամասնակցությունը, որոնց արժեքը ես չգիտեմ, ու սրան էլ պետք է գումարել այն մասը, որի մասին պետությունը այս պահին ապացուցված տեղեկություններ չունի։ Հիմա այս ամեն ինչի մասին բոլորը գիտեն, ու երբ իմանալով քեզ մեղադրում են որևէ բանի մեջ, այդ ժամանակ բնականաբար հարց է առաջանում, ոնց կարող են մարդիկ հանդգնություն ունենալ այդքանից հետո այդ մասին խոսել։ Ու ամենայն համար տարօրինակն է, որ մեր ընդդիմության շարքերում կան մարդիկ, որոնց ես շատ վաղուց եմ ճանաչում, ու իրենք այդ ամեն ինչի մասին ինձնից լավ գիտեն, բայց ցավում եմ, որ իրենք փաստացի այսօր
ստիպված են պաշտպանի դեր կատարել ու փորձել արդարացնել մի բան, որը արդարացնելը պրակտիկորեն անհնար է։ Եվ ինչ է տեղի ունենում, այդ բոլոր ռեսուրսների մասին, որ ես խոսում եի, հիմա կենտրոնացվել է մի բանի դեմ, ամեն ինչ կենտրոնացնել, ուղղել մեր դեմ պայքարելու համար։ Բայց իրականում ոչ թե այդ պայքարը Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ է, այլ Հայաստան պետության դեմ է, որտեղ այդ պայքարի ճանապարհին ոչ մի բան հաշվի չի առնում, ոչ երկրի շահերը, ոչ հեղինակությունները, ոչ ինստիտուտները, ամեն ինչ կարող են մարդիկ հեղինակազրկելով գնալ, արժեզրկելով գնալ ու իրենց համար երևի ավելի լավ պետություն ընդհանրապես չլինի, միայն թե այս իշխանությունը չլինի։ Սենց որ ես հիմա վերլուծում եմ վերջին հատկապես 2 տարիների ընթացքում լրատվական դաշտը ընդհանրապես արժեզրկել են, հոգևորականությանը արժեզրկեցին, սենց հերթով գալեչկաներով գնում են, մի հատ հասկանում մինչև ուր են հասնելու։ Այս ամեն ինչի մասին ինձ թվում է բոլորը գիտեն, բայց ընդդիմության ամենամեծ սխալը ասում եմ այն է, որ իրանք մտածում են, թե որևէ մեկը այս մասին չգիտի, այդ մասին բոլորը գիտեն, այդ մասին անգամ գիտի իմ հարևան Պողոսը, որի մասին հենց խոսալու բան չեն ունենում, խոսում են, իդեպ պետք է տեղեկացնեմ, որ դա արդեն Թագուհի Թոմասյանի հարևանն է, որտեղ կարծեմ ասեց, որ տեղափոխվել է իրենց մոտ։ Իսկ մեր ամենամեծ սխալը, հարգելի գործընկերներ, իմ կարծիքով, մենք էլ շատ սխալներ ունենք, մեզ է քննադատել տեղ կա, մեր ամենամեծ սխալը այն է, որ այս մարդիկ այսօր գտնվում են այս դահլիճում։ Ու ես անկեղծ ասած սկզբում հույս ունեի, որ նոր էին ընտրվել, չնայած պակաս խանդավառությամբ չէին եկել ազգային ժողով, կհիշեք շապիկներով, որի վրա Սյունիքի համայնքապետերի նկարներն էր, հետո վերջում պարզվեց, որ իրանք չստացված պրոյեկտ են, իրանք իրանց մեջ սկսեցին բաներ անել։ Ես էլի հույս ունեի, որ կվերադառնան կառուցողական դաշտ, բայց շատ արագ այդ հույսը կորցրեցի եւ հիմա անկեղծ մտածում եմ, որ մեզ այլ բան չի մնում անել, քան ատամները կրճտացնելով, մեզ զսպելով, այս մի տարին էլ հանդուրժել մարդկանց ներկայությունը ազգային ժողովում, այսինքն յոլա տանել այս անընդդիմություն ազգային ժողովը, մինչև կլինեն հաջորդ ընտրություններ, ու մենք պիտի մեր ընտրողների հետ ավելի հասկանալի, ավելի պարզ ու ավելի ինտենսիվ շփվենք, որ մյուս անգամ անընդդիմություն խորհրդարան չունենանք։ Ինչու անընդդիմություն, որովհետև ընդդիմությունը կառուցողական ֆունկցիա ունի։ Իսկ մեր խորհրդարանական ընդդիմությունը 4 տարի զբաղված է ամեն ինչով, բացի իր բնական ֆունկցիան կատարելով։ Այնպես որ բոլորիս հաջողություն եմ մաղթում ու համբերություն, իսկ մեր հայրենակիցներից եւս մեկ անգամ ասում եմ, որ ոչ մեկի սրտով չի, որ մենք այսօր մի քանի ժամ ինչ որ մարդկանց ինչ որ անելիքներ են քննարկում ու պահվածք են քննարկում, որտեղ այդ մարդիկ այստեղ պիտի չլինեին։ Այդ դրա համար եմ ներողություն խնդրում, հարգելի հայրենակիցներ, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։